կարգով սերը շրջում է Երևանի փողոցներում։ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը որոշել է սիրով լի տուփերով քաղցրացնել երիտասարդների տոնական առավոտը։ Քաղցրավենիքների տուփերից 40-ի մեջ տեղադրված է փազլի մեկական մասնիկ, այն զույգերը, որոնց կհասնի այդ մասնիկը, կդառնան 40 հաջողակները։ Քաղցրավենիքին փակցված թղթիկի վրա կգտնեն անհրաժեշտ տվյալները, որոնց միջոցով պետք է կապ հաստատեն կազմակերպիչների հետ։ Հենց այդ փազլի կտորներով էլ կմասնակցեն մրցույթի։ Հաղթելու դեպքում անակնկալ նվեր է սպասվում։ Մեր միության անունից շնորհավորում եմ բոլոր սիրահարներին, մաղթում եմ, որ ապրեն շատ երջանիկ, որովհետև սեր այն զգացումն է, որը հնարավոր չէ նկարագրել բառերով, եւ հենց սերն է, որ հաղթում է ամեն բան, անգամ պատերազմները։ Մրցույթի ընթացքում հաջողակ զույգերին տրվելու են հարցեր, որոնց պատասխանելով նրանք կփորձեն ապացուցել, թե որքան լավ են ճանաչում միմյանց։ Ամենաշատ ճիշտ պատասխաններ հավաքած զույգը կճանաչվի հաղթող եւ կստանա նվերը։ Մենք ամբողջ թիմով լիքը սեր ենք ներդրել այս փոքրիկ տուփերի մեջ։ Մեր ընդհանուր թիմի մտահղացումն է, որ այսպես թափանցիկ, պարզ սիրո նման հավաքեն կեքսիկներ, սիրո խորհրդանիշ։ Այս փոքրիկ տուփը, որի մեջ կա մեծ ու լիքը սեր, նվիրում եմ բոլորիդ։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի տոնական օրը դարձնել ոչ միայն քաղցր, այլև հիշարժան։ Այն ստեղծում է հնարավորություն, որ զույգերը նորից շփտան, վերհիշեն իրենց ամենաջերմ պահերն ու եւս մեկ անգամ բացահայտեն միմյանց։ Սիրով բաժանվող յուրաքանչյուր տուփ դառնում է փոքրիկ անակնկալ, իսկ մրցույթը կապն ամրապնդելու եւ զգացմունքները նոր լույսի տակ տեսնելու գեղեցիկ առիթ։ Սերը իմ ամուսինն է, ում ես անտանելի շատ եմ սիրում, փոխադարձ հարգանքի, աջակցության, իրար հավատալու մասին է։ Պետք է հələ որոշեմ, բայց ամենայն հավանականություն ծաղիկ։ Ու բամբանյարդը։ Սիրով մենք զգում ենք թե խաղաղություն ներքուստ, զգում ենք թե բերկրանք, որը սենց հույս է մեզ առաջացնում կյանքի հանդեպ։ Կյանքի մասը դա է, իրար պահենք, պահպանենք, շփվենք բնության հետ, իրար չնեղացնենք, լավ տրամադրություն ստեղծենք բոլորի համար։ Ձեզ բոլորիդ էլ երջանկություն, երեխեք ջան, լավ լինեք։ Դուք էլ հասեք մեր տարիքին եւ ունակ ձեր երջանկությունը։ Անձրևոտ օրվա ամռայլ երկինքը գունավորվում է բաց թողնված կարմիր փուչիկներով։ Կազմակերպիչների խոսքով այս խորհրդանշական քայլն ընդգծում է նախաձեռնության հիմնական գաղափարը՝ համախմբել երիտասարդներին տոնական օրով։ Արցախ երիտասարդական միության անդամները իրական տոն դարձրեցին սիրահարների համար։ Շնորհավոր սիրահարների տոն։ Ալադավթյանն, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։